Մարդուն գաղտնալսելու կամ օպերատիվ վերահսկողության տակ վերցնելու համար պարտադիր պետքա լինի հանցագործություն այդ մարդու հետ կապված արևույթ հանցագործության կամ կատարում կամ նախապատրաստություն այլ պարագայում որևէ մեկը իրավունք չունի դեպ էլ ծանր հանցագործություն այսինքն չեն կարող ասեն Վազգենն ու Նարեկը խուլիգանություն են բանանում մտնեն դատարան ու դատարանը թույլ տվություն տա գաղտնալսման կամ որևէ ներքին դիտման առավել եւս ներքին դիտման ու հասկանում ես այդ ինչա այսինքն պետքա լինի արևույթ հանցագործության մասին հաղորդում ինքն ասում է ԱԱՑ-ն ըստ էության կոմպրոմատներ չի հավաքում նո իրականում հավաքում է ԱԱՑ-ն կոմպրոմատներ դրա մասին չի խոսքը բայց ԱԱՑ-ն կոմպրոմատները երբ այս օրենքով բանը ու ասում է մի բան այս կոմպրոմատներին կանդրադառնանք որ ասում է ախպեր լավ օրինակի համար վաղը մյուս օրը այդ աշխատակիցները ովքեր այդ եղած նախ գաղտնալսում են քիչ մի հատ էլ տալիս են մարդկանց չեն պատկերացնում որ վաղը մյուս օրը փոխվելու է այս ամեն ինչը ցուցմունքներ են տալու մարդիկ ով է բաց թողել այդ գաղտնալսումը արա ով է իրականացրել որ օպերի վերահսկողության տակ է եղել այդ գործը լավ ԱԱՑ-ի տղերք չեք պատկերացնում որ ձեզ են պաստավ կանում